Գոնե մեկ անգամ տեղավորվեք ժամանակի մեջ։ Քաղաքական թիվ 1 ամբիոնի մոտ ելույթի համար նախատեսված ժամանակը պարբերաբար խախտող Արուսյակ Ջուլհակյանը ներկայացնում է 9-րդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Յուրաքանչյուր դեպք ԿՊ-ն այդ հանձնաժողովում կունենա 5 անդամ, Ուժեղ Հայաստանը 3, իսկ Հայաստան խմբակցությունը 2 ներկայացուցիչ։ Մի էական տարբերություն կա նախորդ խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի համեմատ։ Այս անգամ այդ հանձնաժողովը կձևավորվի անկախ նրանից որևէ պատգամավորի վարքի շուրջ սկանդալ եղել է, թե ոչ։ Յուրաքանչյուր դեպքի համար ժամանակավոր հանձնաժողով նախկին մոտեցմանը փոխարինում է մշտապես գործող, պարբերաբար վերակազմավորվող էթիկայի հանձնաժողով սկզբունքը։ Դուք էթիկայի կանոնագիրքը ձեր հրապարակած մի քանի օր հետո մոռացել եք իսպար։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, իշխանականները 2025-ի դեկտեմբերին Փաշինյանի արած դոմփել ու համբալ արտահայտություններից հետո էթիկայի կանոնագիր կընդունեցին, որոշեցին այլևս չվիրավորել, բարեկիրթ լինել, բայց չեղան։ Որը մեր արժեքների սեղմագիրն է։ Ընդամենը 15 օր անց Ալեն Սիմոնյանը կապիկներ անվանեց ընդդիմադիրներին։ Կապիկներին Սարիկ Մինասյանը սոցիալական ցանցում սեռական բնույթի հայհոյան գրեց։ Չենք խռովում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Քարոզարշավին ուղակի բսկտեց ԿՊ-ի էթիկայի կանոնագիրքը։ Մարդկանց նորից համբալ անվանեց, անգամ փսլինգ։ Ռադդ քաշի։ Համբալի մենք։ Հետո ճչաց, խիչ եք զոհվել։ Բխես կենթանի ընդհանրապես։ Ապա հայտարարեց, ընդդիմադիրները պետք է ռադները քաշեն, խոստացավ նրանց մասկեքը հատ-հատ հանել, կոխել համապատասխան տեղը։ Արի մի րոպե մի գնա։ Շոքացնել եմ, սատկացնել եմ։ Բայց ինչև է անցած ելույթն եմ ուզում հիշատակել, պարոն Ղազարյան։ Իշխանականները էթիկայի սեփական խախտումներից չեն ուզում խոսել, սևեռվել են ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի իրենց չբարևելու վրա։ Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, Ամեն անգամ ԱԺ-ամբիոնին մոտենալիս միայն ընդդիմադիրներին է ողջունում Ղազարյանը, բացատրում իշխանականներից ոչ ոքի չի բարևում, քանի որ շատ մեծ ցավ են պատճառել։ դուք շատ մեծ ցավ եք պատճառել մեր ամբողջ ժողովրդին։ Այն աններելի է ինձ համար։ Եվ ես կարող եմ ձեր նկատմամբ փոխել իմ վերաբերմունքը միայն այն դեպքում, եթե դուք դահլիճի այս հատվածից ձեր սեփական որոշումներով տեղափոխվեք դահլիճի մյուս հատված։ Ամեն դեպքում ուրախ է ընդդիմադիր պատգամավորը, որ խորհրդարան ունենալու է էթիկայի հանձնաժողով։ Գուցե առաջինը քննենք ԿՊ խմբակցության նախկին քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պահվածքը։ Երբ տարիներ առաջ Էդգար Ղազարյանը խորհրդարան որպես միբ թեկնածու էր եկել, իշխանականը սպառնում էր լեզու ու ականջ կտրել։ Ռուստամ Բաքոյանը հետ չէր մնում գործընկերոջից։ Լեզուն կտրեմ ակաշներում Հուսով եմ, որ այդ հանձնաժողովի առաջին շահառուները կլինեն Ռուստամ Բաքոյանը եւ Արթուր Հովհաննիսյանը, ովքեր որ իմ հանդեպ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք եւ մինչ օրս չեն կատարել դատանի օրինական ուժի մեջ մտած վճիռները, որի համար Վեդու եւ Շենգավիթի քնչական բաժիններում հարուցված է քրեական վարույթ։ Շնորհակալություն։ Ղազարյանի հայտարարությունները լարում են իշխանականների նյարդերը, ԿՊ-ականներն ուզում են, որ էթիկայի հանձնաժողովում առաջինը քննվի Ղազարյանի 2 տարի առաջ արած հայտարարությունը։ Հայ զինվորի ականապատած դաշտը մտնող հայ ականազերծողը կամ վիրավոր պետք է դուրս գա, կամ դուրս բերեն նրա մարմինը։ Էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևույթ է դա, թե չէ, թե կարող ենք ասել, որ դե մարդու քաղաքական դիրքորոշումն է, ուզում է հայ զինվորը մեռնի։ Ինչ կարծիքի եք։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ռուբինյան։ Եթե ազգային ժողովի պատգամավորը նման հայտարարություն անի, էթիկայի հանձնաժողով պետք է բնականաբար ստեղծվի, բայց ես կարծում եմ, որ դա հիմք է, որ ազգային ժողովի պատգամավորը նման հայտարարություն է արել, իր մանդատը դնի։ ԿՊ-ականների իրական նպատակն այն է, որ Էդգար Ղազարյանը մանդատը վայր դնի, նկատում են ընդդիմադիրները։ Իսկ իշխանականները հայտարարում են, թե ինչ է սպասվում 9-րդ գումարման խորհրդարանում էթիկան խախտած պատգամավորին։ Կարող են նախատեսվել տարբեր սանկցիաներ պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու համար պատգամավորների նկատմամբ։ Պատգամավորը կարող է չենթարկվել դրան, եթե դա ենթադրում է որոշակի ներողություն խնդրելու եւ այլն, բայց դրանից բխում է արդեն հանրային պարսավանքի ինստիտուտը։ Դժվար է հավատալ ԿՊ-ականների անաչառությանը, ասում են ընդդիմադիրները, որ դեմ չեն խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ունենալուն։ Քանի որ 8-րդ գումարման ազգային ժողովը Հայաստան խմբակցությունը եւ հատկապես Արծվիկ Մինասյանը իր անուրանալի ներդրումն են ունեցել այս հարցի ստեղծման, արձածման եւ ընդունման հարցում,
Հանձնաժողովի ձևավորմանը կողմ են քվեարկում եւ Հայաստան եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունները։ 9-րդ գումարման խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի առաջին նախագահին կնշանակի քաղաքացիական պայմանագիրը։ Հիմա կարող եք ասել։ Ընդդիմադիր խմբակցությունները եւս նախագահներ կամ տեղակալներ կունենան հանձնաժողովում սահմանված հերթականությամբ։ Ռոտացիայի սկզբունքն է գործելու։ Քննարկման ժամանակ Արփիշ Քեսյան, Աշոտ Մանոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։